ուրեմն 2018 թվականից սկսած, երբ որ այս վիժվածքի լակոտը եկավ իշխանության, հիշում եք էլի, տես թալանչիները կերել են, բան, նախկինները, ում անունը ասես շրջանառվել, հա, նաև նախկինների հետ կապ ունեցող օլիգարխների անունները շրջանառվել, ես անձամբ 2018 թվականից սկսած ոչ մի անգամ, ոչ մի լրատվականի կոմենտում, ոչ մի փողոցում տենց բիսեդկայում նստած պապիների խոսակցությունում, ոչ մի Facebook-ի կոմենտներում չեմ տեսել մի հոգի, ով որ ասի Սամվել Կարապետյանը թալանչի է։ Ես հիմա չեմ ասում ինքը թալանչի է, թե թալանչի չի, այդ չեմ քննարկում։ Ինչ եմ ուզում ասեմ, այսինքն այն ժամանակ այդ Նիկոլի արշավը նրա դեմ չէր, քանի որ այդ մարդու ավելի շատ տենց բիզնեսները, բաները դրսում էին Ռուսաստանի հետ կապված, այդքան թիրախը չէր էլի։ Հիմա ասածս ինչ է, հիմա այս վերջի օրերին, այս երեկվանից սկսած բոլոր պրոիշխանական լրատվականների տակ կամ Facebook-յան գրառումների տակ պրոիշխանական Սամվել Կարապետյանը ասում են թալանչի։ Այսինքն ինչա դուրս գալիս։ Փաստ պետք չի ախպեր։ Ինչ փաստ։ Նիկոլը ինչ-որ մեկին ասում է, այսի թալանչի է, մի անգամից ասենք անուղեղ մասան որոշում է, որ ինքը թալանչի է։ Ասում եմ, մեզ թալանել եք, բայց Վահրամ Սահակյանը մի հատ լավ բան էր ասում։ Ախր դուք ինչ եք ունեցել, որ ձեզ թալանեն։ Այդ մարդկանց մի քանի հոգու Facebook-յան էջերը մտա, որ գել են թալանչի, մեզ թալանել է, մեզ թալանը մտել ես դες ինչ-որ քոսոտ վիճակները հələ մի հատ նայ, էլի ոնց կարան ձեզ թալանեն։ Դուք ինչ եք ունեցել, որ ձեզ թալանեն։ Ձեզ չեն կարա թալանեն, դուք ոչ մի բան չունեք։